Կենսապատիչ, նարինե պրոբիոտիկի տարատեսակներ, բուսայուղերի ու կենսաբանորեն ակտիվ հավելումների արտադրություն Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի ու Վրաստանի հետ ներդրումային տարբեր նախագծերով։ Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի կիրառական այս հաջողությունների պես արդյունք ենք ուզում տեսնել հետազոտական բոլոր ինստիտուտներից։ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովը օրինակներով ու թվերով սկսեց Աշոտ Սաղյանը։ Դահլիճին հիշեցրեց գիտափորձերի համար բյուջեի ու դրամաշնորհների հաշվին բացառիկ սարքեր և նորագույն լաբորատոր տեխնոլոգիաներ են երկիրներ կրվել, միայն թե շատ տեղերում դրանք հնարավորությունների 10-20%-ով հազիվ են օգտագործում։ Այդ հզոր մեծ կարողությունների դրսարկողները օգտագործում են մակերեսորեն, ինչ որտեղ սպեկտր անելու կամ հոդվածում սարքի անունը նշելու համար։ Գիտական հոդվածներին ակադեմիայի նախագահի ելույթում բավական ընդարձակ անդրադարձ կար։ Նախ ոգևորեց, որ 2024 թվականին մերոնց գիտական հրապարակումների թիվն ավելացել է։ Ընդ որում ընդհանուր 1637-ից 802-ը եղել է Scopus Vozum, ապա հիասթափեցրեց նյութերի քանակն աճել է, որակը լուրջ խնդիր է։ Ես չեմ ասում այնպիսի պետությունների ամսագրերում են ստեղծագործել գիտնականները, օրինակ Բրազիլիայի, Էքսիստացիոնի, Պակիստան, դրանները նախկինում լուսում էին օրինակ ֆուտբոլի աշխարհի առաջին ժամանակ, իսկ այսօր նաև մեր գիտնականների հրապարակումները։ Սրա վրա Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեն պետք է ուշադրություն դարձնի, ասաց Սաղյանը, առանց միմիկա ու ձայնի տոն փոխելու շարունակելով քննադատությունը։ Հրապարակված հոդվածներ կան չեն համապատասխանում ինստիտուտի բազային ծրագրերին, կան Ռուսաստանից տեղափոխված գիտնականների համահեղինակությամբ։ Բոլորս լավ հասկանում ենք, որ դա կատարել մեր գոհերի հարգարժան ռեկտորների առատաձեռնության շնորհիվ։ Տարեկան ժողովի զուսպ լարվածությունը մի պահ թուլացրեց ակադեմիայի մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավերը։ Լավագույնների անունը կհրապարակվի աշնանը։ Ուշադրություն, այս տարի նաև մեկ մրցանակ բժշկագիտության բնագավառում։ Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 միլիոն դրամ։ Սաղյանը երկար հաշվետվությունում անդրադարձավ ընդհուպ գիտական ինստիտուտների կոմունալ կենցաղային խնդիրներին։ Շենքեր կան, տանիքից կաթում է, ջեռուցում չունեն։ Հավանաբար ակադեմիական քաղաք նախագծի պատճառով է, որ տնտեսական ծախսերի հարցում պետությունը շռայլ չէ նկատեց։ Գիտնականին աշխատելու համար սակայն պայման է պետք։ 60 լաբորատոր սենյակներից 6-ը վերանորոգված են։ Բայց դրա իմաստը որն է, եթե շենքի ջեռուցման համակարգը եւ կոմունիկացիոն գծերը ընդհանուր են եւ նորմալ չեն գործում։ Զեկույցը ակադեմիայի ղեկավարն ավարտեց, փորձելով չխոսել բարեփոխումների հույսից։ Բանն այն է, որ 4-րդ տարին է սպասում են բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքի ընդունմանը, որ վերջապես նոր անդամների ընտրեն։ Դուք գիտեք, սա մեր ամենացավոտ կողմն է, շուրջ 10 տարի օրենքի խախտումներով ակադեմիա անդամների ընտրություններ չի անցկացվել։ Օրենքը շատ չի ուշանահույս տվեց տարեկան ժողովին մասնակցող հանրապետության նախագահը, գիտաշխատողներին առաջարկեց կենտրոնանալ ժամանակակից մարտահրավերների, արհեստական ինտելեկտի հետ կապված խնդիրների լուծման վրա։ Նախաձեռնությունը որոշ ոլորտներից ասած այնքան քիչ է, նախատեսված ծախսն է նույնիսկ թերակատարվում։ Այդ ֆինանսական միջոցները կան, եկեք այդ ֆինանսական միջոցներին տեր կանգնենք եւ այդ ֆինանսական միջոցները արդյունավետ օգտագործենք։ Միայն շրջակա միջավայրի նախարարությունն է ակադեմիային խնդիրներ տալիս, պետք է իմանան երկիրը որ ոլորտում ինչ է ուզում զարգացնել գիտնականների դիտարկման հետ Վահագն Խաչատուրյանը չհամաձայնվեց։ Տնտեսագիտական կառույցներն օրինակ կարող են, չէ, պետությանն օգնել ռազմավարական հարցերում։ Հիմա մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է խաղաղության խաչմերուկը։ Իրավ տնտեսական պոտենցիալի մասին մինչև հիմա հաշվարկ չունենք։ Մենք կարող ենք այդտեղ ներդրում անել, չէ, թե ոչ։ Մենք կարող ենք հասկանալ դա արժի թե չէ։ Երկրորդ խնդիրը, որ միշտ հասարակության մեջ տարբեր ընկալումներ ամնենում Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը։ Մենք կարող ենք այդ հարցի պատասխանը տալ, թե ոչ։ Քաղաքականը թողենք մի կողմ, տնտեսականը։ Խնդիրների պակաս չկա, պարզվեց Հայաստան բերված երկրորդ գերհամակարգիչն էլ չի ստացվում գործի դնել գնումների մասին օրենքի պատճառով։ Դահլիճից ռեպլիկ հնչեց, տպավորություն է, գիտությունների նախագիծնել է գնումների օրենքն այսքան ձգձգում։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։